ընտրական օրենսգրքի։ Այլ հարցեր։ Երևի ավելի շատ հարցից ձեզ ուղղված կլինի, քանի որ նշեցիք դրա խախտումների մասին, հատկապես կան տարածքներ ընտրատեղանքներ, որտեղ ամենաշատն են ընդգծվել այդ խախտումները, այսինքն հատուկ տվյալ ընտրատեղամասի նորոշ է նույն ուղղորդման դեպքերում։ Դրանք, ինչպես մի քիչ առաջ ասվեց, ավելի շատ ընտրախախտումներ մեր դիտորդները արձանագրել են գյուղական բնակավայրերում, ընդհանուր առմամբ։ Առանձնացնել որևէ տեղամաս գուցե հիմա չարժի, պարոն Պետրոսյան, բայց երևի Արագած, Հայթաղ գյուղերում ամենաշատը, որովհետև այնտեղ մեր դիտորդները անընդհատ լարված են եւ մենք ստիպված էինք լինում նաեւ լրացուցիչ ուժեր, այսինքն դիտորդական արագ արձագանքման խմբեր ուղարկել, որպեսզի կարողանային մի կողմից կանխել, մյուս կողմից արձանագրել բոլոր այդ ուրեմն խախտումները։ Իդեպ հավելեմ ձեզ հետևյալը, եթե դուք նայեք այդ երկու կոնկրետ բնակավայրերում ընտրության արդյունքները, Արագածում, եթե չեմ սխալվում 28 եւ 29 ընտրատեղամասերն են, Հայթաղում 38 եւ 39 ընտրատեղամասերն են, դուք կտեսնեք, որ այդ խախտումները, որ ասում եք այնտեղ ամենաընդգծվածն են, ընտրությունների արդյունքներն էլ այնտեղ էապես տարբերվում են միջինից։ Այսինքն այդ երկուսի մեջ կապ կա բացահայտ ընտրական կուտակումների, ուղղորդման, բաց քվեարկության եւ ընտրական արդյունքի։ Եվ կենտրոնական ընտրական հանձնարարողը դա պետք է վերլուծի, եթե մենք ասում ենք, որ այս ընտրատեղամասերում խախտումների մակարդակը անթույլատրելիորեն բարձր է, եւ դա նաեւ ընդգծված է ընտրական արդյունքում միջինից էապես տարբերող։ Դա գուցե պետք է հիմք լինի այդ ընտրատեղամասերում, կոնկրետ այդ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները չեղարկելով նոր քվեարկություն կազմակերպելու համար։ Դա կլիներ օրինական։ Այդ վերլուծությունը պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարի եւ ասի, ինչպես է ստացվում, որ այս երկու տեղում համ ամենամեծ թվով խախտումներն են, համ էլ արդյունքն է էապես տարբերվում ամբողջ համայնքի միջինից։ Բավարար հիմք է, որպեսզի որոշակի հետևություններ կատարվի։ Եվ այդ դեպքում միջազգային ձեր հարցին պատասխանելով, այդ կլիներ ժողովրդավարական ընտրություններ, եթե մի քանի այդպիսի տեղամասերում, որտեղ խախտումների մակարդակը անթույլատրելի բարձր է, քվեարկության արդյունքները չեղարկվեն, նոր քվեարկություն կազմակերպվի։ Եվ դա կլիներ իսկապես լավ դաս հաջորդ ընտրությունների համար, որպեսզի նման վարվելակերպ չդրսևորեն քաղաքական ուժերը եւ չօգտագործեն նաեւ վարչական ռեսուրսը, որի մասին մենք էլի շատ հարցեր ունեցել ենք։